Կալանավոր Սուրեն Մուրադյանն անժամկետ հացադուլ է հայտարարել։ Գլխուղեղի կաթվածի հետևանքով նրա մարմնի մի հատվածն անկառավարելի է եւ շուրջ 1.5 տարի է սուր ցավերի մեջ է։ Հացադուլի հայտարարության իմաստը որ միաժամանակ բուժգնություն չեն կատարել դատաբժշկականը, կարելացի վաղ չեն կատարել։ 42-ամյա Մուրադյանի վիճակին Ֆակտոր TV-ն անդրադարձել էր դեռևս մայիսին։ Կալանավորը պատմել էր, որ հաճախ ուշաթափվում է, տարական կարիքներն անգամ չի կարողանում միայնակ հոգալ։ Պատկերն այսօր ավելի վատ է։ Անընդհատ շոշվում եմ, դա ինսուլտի նշաններից։ Համացարակշռությունը չեմ կարող պահեմ, աչ կողմս, հավասար չափով աչ կողմս ոտքը ձեռքը տեսողությունը թույլատրված աչում տեսնում։ Ես մոտով տեսողությունում չեմ ուզում։ Ես եկել եմ երկու անգամ, այդ ժամանակ ընդհանրապես ոչ բան չեմ ստացել։ Իմ մեկ-ոսի վրա չկարողացա դառնալ, վրա Պաշտպանական կողմը հուլիսին դիմել էր դատարան դատաբժշկական փորձաքննություն նշանակելու խնդրանքով։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը եւ նշանակել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզի, արդյոք կալանքը համատեղելի է հիվանդության հետ։ Փորձաքննությունը կատարվել է որոշումից ավելի քան 1 ամիս անց, սեպտեմբերի սկզբին, իսկ պատասխանը ստացվել միայն նոյեմբերի 14-ին։ Ֆակտոր TV-ի գրավոր հարցումից, բազմաթիվ ահազանգերից, գերատեսչություններ զանգերից եւ հարցերից հետո հանձնաժողովը որոշել է, որ Սուրեն Մուրադյանի հիվանդությունը կալանքի հետ համատեղելի է եւ կարող է շարունակել մնալ անազատության մեջ։ Հենց այս որոշումից հետո է Կալանավորը որոշել դիմել հացադուլի։ Բժիշկները եկան, լրիվ ուրիշ բժիշկներ են, հացադուլի սպասարկող հանձնակազմը ուրիշ է։ Տեսան վիճակ զարմացան, հասկացան կերպադեր կորպուսի բժիշկը ուր է, ինչով ազբաղված։ Կորպուսի բժիշկը տարել անշի որ բան չի արել, լավ, դա հիմնականոցներ պրոֆեսորների մոտ բոլորն են նույն դիագնոզն են, որ չեմ ուղի ես, երկարատև բուժում է պետք։ Սուրենի առողջական վիճակը պարբերաբար վատանում է նաև դատական նիստերի ժամանակ։ Վերջին նիստին ստիպված են եղել շտապ օգնություն հրավիրել դատարան։ Շատ ծանր վիճակ էր, ասել 200-ից բարձր էր ասում, որ մենք եկանք շրջումը, ժամանակին հասանք, ես էլ եմ ինսուլտ տարել, գիտեմ, որ շրջումը այդ տասյանի բարձրանա խփումա գլխին էլ ինսուլտ ատալիս։ Ահագին ժամանակը տենց կանգնել էին, սրսկել էին, դեղ էին տվել, միջև ասենք բերել էին նորմալ աստիսան իրան, նորինան գնացին։ Ստացվում է, Կալանավորի առողջական վատացմանն ականատես են եղել նաև դատախազը եւ դատավոր Արման Բաբախանյանը, սակայն դա որևէ բան չի փոխել։ Ավելին, Բաբախանյանը հոկտեմբերի 28-ին կրկին որոշում է կայացրել Մուրադյանի կալանքը երկարաձգել միանգամից 3 ամսով, մինչև 2026 թվականի փետրվարի 9, իսկ մինչ այդ հնարավոր է նաև դատաքննությունն ավարտվի եւ գործով դատավճիռ կայացվի։ Այնինչ Սուրենը կրկնակի փորձաքննություն է խնդրում, մտադիր է մինչ այդ շարունակել մնալ հացադուլի մեջ։ Ինչեւ մոնիսում արդյունքի հասնեմ, նշանակին կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, բայց ընտրեմ թեկուզ դերժողության տակ կամ առողջապահության նախարարությունից ինչ-որ մեկի հսկողության տակ։ Այսինքն չեք վստահում այնտեղ։ Չեմ վստահում, ոչ։ Մեր անդրադարձից հետո Մուրադյանին է տեսակցել քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը, ինչից հետո հրատապ գրություն է ուղարկվել Արդարադատության նախարարություն։ Ֆակտոր TV-ն օրեր առաջ էլ գրավոր հարցում է ուղարկել առողջապահության նախարարություն, խնդրելով հայտնել այս պահին ովքեր են ընդգրկված այն միջգերատեսչական հանձնաժողովի կազմում, որը քննում է անազատության մեջ գտնվող անձանց կալանքի պատժի հետ անհամատեղելիության հարցը, ինչ ընթացակարգ է սահմանված այդ գործընթացի համար, ինչ ժամկետներում է քննվում անազատության մեջ գտնվող անձանց կալանքի պատժի հետ անհամատեղելիության հարցը եւ արդյոք առաջնահերթություն տրվում են այդ դեպքերին թե ոչ։ Երրորդ օրն է, պատասխան չկա։